Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի ակնկալիքները չեն արդարանում մաքսատուրքի առումով։ Ազգային ժողովի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովում ներկայացնելով այս տարվա առաջին եռամսյակի տվյալներն ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, մանրամասնելով, որ առաջին եռամսյակում Հայաստանը մոտ 4 միլիարդ դրամով ավելի քիչ մաքսատուրք է ստացել, քան ակնկալում էր։ Միությունից մենք ակնկալում էինք ստանալ ավելի շատ մաքսատուրք, քան փաստացի ստացել ենք, եւ պատճառը ասացի, որովհետեւ ընդհանուր ֆոնդից, այսպես ասած, ավելի քիչ մասհանումներ են կատարվել, ելնելով նրանից, որ համապատասխան երկրներ Ռուսաստան, Ղազախստան, Բելարուս ներմուծումները անցած տարվա նույն ժամանակահատվածում պակասել են, մաքսատուրքերի հոսքը պակասել է եւ մեր ստացածը, որ ակնկալում էինք ավելի շատ ստանալ, չենք ստացել այդքան, այլ ստացել ենք 11 միլիարդ դրամ։ Ալավերդյանը հավելեց, եթե պահպանվեին նախորդ տարիների բարենպաստ միտումները, Հայաստանը կշահեր, սակայն ոչ ոք չէր կարող կանխատեսել նման տնտեսական անկում։ Ռուսական ռուբլու այդ տատանումների սցենարները որևիցե մեկը 14 թվին չէր պատկերացնում, բայց այսօր եղավ այն, ինչ եղավ, բայց նաև մենք մեր աշխի առաջ տեսնում ենք, որ որոշակի կայունացման էլեմենտներ են դրսևորվում, ոչ մի բան չի խանգարում մեզ սպասել, որ Ռուսաստանում եւ այս տարվա երկրորդ կեսին եւ եկող տարի տնտեսական ցուցանիշները բարելավեն ու մեր ակնկալիքները արդարանան։ Գիտեք ինչ է, դա դոգմա չէ, էլի տնտեսությունը։ Անբարենպաստ այս իրավիճակը ներկայացնելով Ալավերդյանը այդուամենայնիվ չցանկացավ քաղաքական գնահատական տալ, արդյոք Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը արդարացված էր թե ոչ, եւ հնարավոր է Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, եթե չստանա ակնկալված օգուտները։ Միայն մաքսատուրքի ավել կամ պակաս լինելով չենք որոշում այս միության մեջ մտնում ենք թե ոչ։ Այո, սա տնտեսական միություն է։ Եվ ես մի փաստարկ բերեմ, եթե տնտեսական իրավիճակը ռուսական եւ ռուբլու կայունությունը այդ ֆոնը պահպանվեց, մեր արտանումները այնտեղ ակնհայտորեն կաճեն։ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հայրապետյանը տեղեկացրեց, այսօր հրապարակել են ամենաթարմ տվյալները 2016 թվականի առաջին եռամսյակի մասին, ըստ այդմ 5.5% տնտեսական ակտիվություն է արձանագրվել, իսկ համախառն ներքին արդյունքը անցած տարվա համեմատությամբ աճել է 4.4%-ով։ Միևնույն ժամանակ անկում են գրանցել տնտեսական առանցքային ոլորտները՝ սպառումը, ներմուծումը, առևտուրը, շինարարությունը։ Ճիշտ է, ունենք արտահանման աճ, բայց ունենք նաև ներմուծման նվազում, որը հավանաբար ես ընդհանրում է կապված է սպառման անկման հետ, ես այսպես եմ ենթադրում։ Հիմա կարող ենք մենք այս ֆոնի վրա մեկնաբանել ուրեմն այդ տնտեսական աճը, ակտիվության աճը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, տնտեսական աճը ստացվել է հիմնականում ծառայությունների ոլորտի եւ թեղուտի հանքավայրը շահագործելու հաշվին։ Տնտեսական ակտիվության մեջ նպաստումը ամենամեծ որ ունեցել է դա ծառայությունների ոլորտն է եւ հաջորդը արդյունաբերությունն է։ Մյուսները ոնց որ թե էական ազդեցություն չեն ունեցել, գյուղատնտեսությունը ընդամենը 0.6%-ային կետով, իսկ շինարարությունը նույնիսկ բացասական ազդեցություն է ունեցել։ Այստեղ հանքարդյունաբերական համալիրով ապայմանավորված ըստ էության եւ էդ էլ մեկ կոնկրետ գործոնով թեղուտի հանքավայրի շահագործման ազդեցությամբ հիմնականում բացատրվում։ Ինչ վերաբերում է սպառման ու մանրածախի առևտրին, ասեմ, որ այդ խնդրեմը աստիճանաբար հետ է գալիս, եթե նայեք մի քանի եռամսյակ առաջ մենք առևտրում ավելի վատ պատկեր ունենք բացասական, հիմա դանդաղեցում է գնում, այսինքն նվազման դանդաղեցում է գնում, որը հույս է հայտնում մեզ, որ առաջիկայում մենք դուրս կգանք այդ վիճակից։